Երևանի քաղաքապետարանի, ֆրանկոֆոն քաղաքապետների ասոցիացիայի, Գրենոբլի հողի ճարտարապետության ուսումնասիրության ասոցիացիայի, Էրեբունի պատմահնագիտական արգելոց թանգարանի միջև կնքվեց քառակողմ պայմանագիր, համաձայն որի Էրեբունի պատմահնագիտական արգելոց թանգարանի նաև Կարմիր Բլուր մասնաճյուղում պետք է որոշակիորեն զարգանային ենթակառուցվածքները եւ այս ծրագիրը նաեւ ուղղված է հուշարձանի պահպանությանը, հուշարձանի տարբեր վնասված հատվածների կոնսերվացմանը եւ նաեւ մեզ աջակցում է նաեւ Լիոնի ճարտարապետության համալսարանը այս առումով եւ աշխատանքները սկսվեցին Աշխատանքները սկսվեցին անցած տարի, առաջի փուլը սկսվեց եւ սկսվեցին հողանմուշների փորձարկումները Էրեբունի թանգարանում, բավական լայն արձագանք ստացավ։ Երկրորդ փուլը արդեն 1.5 ամիս է ինչ մեկնարկել է, արդեն տեսնում եք շուրջ 400 աղյուս է պատրաստվել։ Սա շատ կարևոր է, որովհետև Հայաստանում այս աղյուսաշինության ավանդույթները, հողի ճարտարապետությունը կարծես թե հետին պլան է մղվում եւ կարծես թե մենք մոռանում ենք, բայց ասեմ, որ մենք ունենք աղյուսաշեն բազմաթիվ եւ տարբեր տեսակի կառույցներ եւ սա կարծես թե կարող է նաեւ որոշակի նոր մեկնարկ լինել աղյուսաշինական հողի ճարտարապետության ավանդույթների վերականգնման համար։ Մեր նպատակը հետևյալն է, որպեսզի այս պատրաստված աղյուսներով մենք կարողանանք ամրակայել, վերականգնել Կարմիր Բլուրի Թեշեբայինի ամրոցի պատերից մեկի հատվածը եւ նաեւ հետաքրքիրն այն է, որ մենք հնարավորինս փորձում ենք հավատարիմ մնալ ուրարտական ճարտարապետության եւ շինարարության ավանդույթներին, տեսնում եք ծղոտը հարդն է խառնվում, կավը գլխավորապես օգտագործվում է հենց հնավայրի բուն կավը, հողը, այսինքն պեղումներից հետո այն հողը, որը պետք չի, գլխավորապես դա է օգտագործվում, բերվել են հողանմուշներ են վերցրվել Հայաստանի տարբեր հատվածներից, այսինքն բավական մեծ աշխատանք է տարվել եւ հիմա արդեն քննարկում ենք, երբ որ կվերջացնենք այս ամենը, արդեն կքննարկվի, թե երբանից արդեն իհարկե կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության համապատասխան թույլտվությունից հետո, թե երբ ենք մենք սկսելու արդեն վերականգնման աշխատանքները, սա շատ լավ նախադեպ է Հայաստանի համար եւ սա կարող է դառնալ նաեւ լավ արտադրամաս եւ աղյուսը կարող է օգտագործվել նաեւ Հայաստանի այլ հողի ճարտարապետությամբ հուշարձանների համար։ Իրենք բավական կայուն են, եթե մենք ճիշտ իր շուրջը ճիշտ ենթակառուցվածքներ ստեղծենք, խոսքը գնում է ջրահեռացման մասին, խոսքը գնում է թե մտածենք ինչպես կարելի է տարբեր բնական եւ բնածին եւ մարդածին երևույթներից խուսափել, բայց ինքը շատ էֆեկտիվ է եւ եթե այս շարերով մենք շարենք պատերը, կարծում եմ երևի ինձ թվում է մի 7-8 տարի հետո եւս կարիք կլինի նորից սվաղ անել, բայց դա արդեն բավական հեշտ է եւ այդքան ծախսատար չէ, ինչպես այս աղյուսների պատրաստումը եւ նաեւ տեսեք Կարմիր Բլուրը կունենա մի հատ շատ լավ ներկայանալի հատված զբոսաշրջիկների համար, այսինքն զբոսաշրջիկները գալով կտեսնեն, թե աղյուսի պատերը իրականում ինչպես են եղել, ինչպես անում են տարբեր հուշարձաններում, օրինակ գիտեք Խեթական մայրաքաղաք Խաթուսան, որ Անկարայի մոտ է գտնվում, նույն Իրանում Յազդը եւ շատ այլ պրոյեկտներ, այսինքն այսօր դա շատ հրապուրիչ է նաեւ զբոսաշրջիկներ ներգրավելու համար։ Սա կարելի է ասել առաջին փորձն է
եւ եթե փորձը մեր հաջող լինի, իսկ տեսնում եք աղյուսները բավական լավ դիմացել են արդեն, եթե փորձը մեր հաջող լինի, մենք արդեն ունենալով, որովհետեւ այստեղ խնդիրը նաև այն է, որ արդեն այս ծրագրով մենք ունենում ենք տարբեր գործիքներ, տարբեր պարագաներ, որոնք կարող ենք շատ հեշտությամբ կիրառել կրկին աղյուս պատրաստելու համար, այսինքն եթե ծրագիրն էլ ավարտվի, մենք ունենալու ենք որոշակի ենթակառուցվածքներ, որը մեզ թույլ է տալիս կրկին աղյուս արտադրել, եւ մենք կարող ենք շարունակել եւ նաեւ կարող ենք կրթական ծրագրեր ենք մտածում անենք երեխաների համար, զբոսաշրջիկների համար, որ իրենք աղյուս սարքեն, օրինակ կարող ենք նաեւ դնել այսպես դասարանների շտամպերը եւ աղյուսի վրա դրվի մի դասարանի շտամպը եւ ասենք գիտեք Կարմիր Բլուրում ասենք օրինակ 147 դպրոցի, ես 147 դպրոցն եմ ավարտել, դրա համար եմ ասում, ասենք 4-ի A դասարանի շտամպն է դրվել իր վրա կնիքը, հա, կնքադրոշմը եւ կարող են մարդիկ պարծենալ, ասեն, գիտեք, որ մենք մեր նաև շնորհիվ է, որ հուշարձանը սկսել է վերականգնվել, այսինքն նաև մենք մտածում ենք այսպիսի հետաքրքիր կրթական կոնտենտ ստեղծել։ Վերջնարդյունքը այն է, որ Կարմիր Բլուրի պարսպաշ շարերից մեկի մի հատվածը աղյուսներով կվերականգնվի եւ հնարավորինս կվերադառնա իր նախկին urարտական ժամանակաշրջանի տեսքին։ Այն կլինի շատ գեղեցիկ, շատ տպավորիչ, այն կլինի նաեւ մեզ համար նաեւ շատ կարեւոր մի չափորոշիչ, որ մենք հոգ ենք տանում մեր ժառանգության մասին եւ նաեւ այն շատ հրապուրիչ կլինի այստեղ տարբեր զբոսաշրջիկներ բերելու համար, որովհետեւ պատկերացրեք, երբ որ դու գալիս ես զբոսաշրջիկների հետ Կարմիր Բլուր, հա իրենք տեսնում են, ասում են պատեր են, քարեր են եւ այլն։ Եթե դու բացատրում ես, ասում ես, գիտեք, այս հողը հետևի որ կա, դա հող չի, դա աղյուս է, իրենց համար տպավորիչ չի։ Բայց պատկերացրեք, երբ որ արդեն շերտերով նրանք աղյուսները տեսնեն, իրենք նկարվելու են այստեղ նաեւ կարող են ֆիլմեր նկարվել, գիտահանրամատչելի հաղորդումներ նկարվել, այսինքն ինքը շատ լավ, այսպես ասած, բեքգրաունդ կլինի տարատեսակ գիտակրթական հարթակների միջոցառումներ իրականացնելու համար։ Հայ-ավստրիական արշավախումբն է իրականացնում պեղումները, ավստրիական հատվածը, որտեղ աշխատում էր մեր շատ լավ ընկեր, մեր շատ լավ գործընկեր դոկտոր Վալտեր Կունտները, ցույց տվեց, որ այստեղ կա նաև հետուրարտական ժամանակաշրջանի շերտեր, շատ հետաքրքիր խեցեղեն գտնվեց, կնքադրոշներ խեցեղենի վրա, որը մենք հիմա ուսումնասիրում ենք եւ մյուս տարի կհրատարակվեն բոլորը։ Այն հատվածում, որտեղ հայկական կողմն էր աշխատում, այդ ախոր քարավանատուն կոչված տարածքում ֆիքսվեց ընկած տանիքը մի հատվածում, թե ինչպես էր տանիքը այրվել, գերանները այրվել եւ ընկել, սա ֆանտաստիկ ցուցանիշ է, մենք իհարկե որոշեցինք չշտապել եւ պեղումներ իրականացնել մյուս տարի, բայց պեղեցինք մի շատ հետաքրքիր նաեւ դամբարան, երկաթեդարյան դամբարան, շատ հետաքրքիր ծեսով եւ նյութերը հիմա գրեթե ամբողջը վերականգնվել են Էրեբունի թանգարանում, հնամարդաբանական նյութը ուսումնասիրում է մեր շատ լավ գործընկեր Հասմիկ Սիմոնյանը եւ արդեն եւս դրանք հրատարակության ձևով կլինեն, իսկ Կարմիր Բլուրի պեղումների արդյունքները նաեւ Գերմանիայում բավական հեղինակավոր հնագիտության վերաբերյալ գիտահանրամատչելի մի պարբերականում շատ շուտով լույս կտեսնեն մեր համատեղ պեղումների արդյունքները գերմաներեն լեզվով, ինչը եւս ես մեծ հաջողություն եմ համարում։ Հարկ է նշել հետևյալ կարևոր հանգամանքը։ Առաջին անգամ Կարմիր Բլուրում ընթացող աշխատանքներում կատարվել է մի փորձ, որը կարող ենք որակել նաև որպես փորձարարական հնագիտություն։ Ստանդարտ urարտական ժամանակաշրջանի չափանիշներին համապատասխան եւ ըստ էության այդ ժամանակաշրջանի մեթոդաբանությամբ աղյուսներ, որն է այդ աշխատանքի գաղափարը, նպատակը։ Նպատակը հետևյալն է, մեկն է, փորձել
Ուրարտական ժամանակաշրջանի մեթոդաբանությանը համապատասխան վերականգնել ամրոցի պատերից մեկը։ Ինչ էր անհրաժեշտ մեզ դրա համար։ Հասկանալ այն նվազագույն չափանիշները, ինչպես են ուրարտական ժամանակաշրջանում ստացել կավե աղյուսները, որի համար մենք դեռևս անցյալ տարի կատարեցինք փորձարարական աշխատանքներ, կատարելով տարբեր փորձեր կավի, ավազի և հարդի խառնման համամասնության եւ այդ կատարված փորձերի արդյունքում մենք կարողացանք հասկանալ ինչ համամասնության արդյունքում է ստացվում եւ ինչ պայմաններում է ստացվում ավելի կարծր աղյուսը, որը կարող է դիմանալ կարմիր բլուրում գոյություն ունեցող եղանակային պայմաններին, այսինքն աղյուս, որը կդիմանա թե ամռան շոքին եւ թե ձյանը, այսինքն եղանակային տարբեր մարտահրավերներին սաստիկ տաքանալուց կարմիր բլուրի արևի տակ մինչև խիստ սառը ջերմաստիճան, խոնավություն եւ կողմնակի այլ էֆեկտների, երևույթների ազդեցությանը։ Խնդիրը հետևյալն է, մենք եթե առաջին հայացքից դիտենք արդեն իսկ պատրաստ վիճակում գտնվող աղյուսները, գուցե դիտողի համար, զննողի համար հետաքրքրություն առաջանա, անգամ զարմանք, ինչու են նման մեծ չափսերով պատրաստված աղյուսները, որոնք անգամ բավականին ըստ էության ծանր են կշռում։ Պատճառը մեկն է, անգամ այդ հարցում մենք փորձել ենք հետևել ուրարտական ժամանակաշրջանի չափանիշներին, պատրաստելով ուրարտական չափանիշներին համապատասխան աղյուս։ Այստեղ մեկ դիտարկում կատարեմ, թե ինչպես է պատրաստվել աղյուսը, կախված այն հատվածից, որտեղից վերցված է կավը, եւ կավը կարող է ունենալ, այսպես ասած, տարբեր որակներ, կավահողը, ըստ այդմ դեռևս ուրարտական ժամանակաշրջանում ուրարտացի վարպետները եղել են խիստ հմուտ եւ տարբեր համամասնությամբ են խառնել ավազը եւ հարդը, այսինքն ոչ թե հնում գոյություն է ունեցել աղյուսի պատրաստման միայն մեկ, այսպես ասած, չափանիշ, ոչ, վարպետները տիրապետել են շատ խորը հմտությունների, այսինքն նրանք երբ այն գիտելիքը, իմացությունը, որը մենք կարողացանք, այսպես ասած, որին մենք կարողացանք, այսպես ասած, հասու լինել փորձարարական աշխատանքների ընթացքում, նրանք ըստ էության տարիների ընթացքում կուտակված փորձի շնորհիվ իմացել են եւ շատ ավելի հեշտորեն են հասկացել, կռահել, թե որ կավահողի հետ ինչպես է հարկ կատարել աշխատանքը։ Հարկ է նշել, որ նախկինում մեզանում նման փորձ, նման հետազոտություն արված չէ ուրարտական ժամանակաշրջանի աղյուսների ստացման եւ այն էլ ստվարաթիվ ստացման առումով եւ ըստ այդմ մենք կարող ենք փաստել, որ նոր էջ է բացվում կարմիր բլուր հուշարձանի պատմության մեջ։